Ալո, Այո, բարև ձեզ, պարոն Աղազարյան։ բարև ձեզ։ Ինչպես եք, լավ եք։ Նորմալ, մերսի։ Ձեզ հետ Գայանեն է Զարգարյան լրագրող խոսում, պարոն Աղազարյան։ Նախոզում Այո։ էի ձեր մեկնաբանությունը իմանալ ներկա գործընթացի վերաբերյալ եւ այս պահի դրությամբ ինչպիսին է ձեր գնահատական առհասարակ գլխավոր դատախազության եւ իշխող վերնախավի կողմից իրականացվող այն դուք եք չի ասում, որ արշավ է, այն արշավի հետ կապված, որը որ սկսվել է։ Դու հիմա պիտի պաշտպանեք այնքան որքան որ կարող ենք բնականաբար։ Մենք մեկ երկու դրվագների վրա թույլ կետեր, այսինքն դեր ընդհանրապես օրենսդրությունը ոնց է, իրանք պիտի ապացուցեն, որ ես մեղավոր եմ, ես չպիտի ապացուցեմ, որ ես անմեղ եմ, բայց մեկ երկու դրվագների վրա մենք թիրախային բան ենք անելու, ճշգրտումներ ենք անելու եւ ցույց տանք այդ ցուցմունքների, բաների սնանկությունը, այդ է մեր տակտիկան։ Պարոն Աղազարյան, դուք ժամանակին Նիկոլ Փաշինյանին փաստորեն համեմատում էիք Հիսուսի հետ, դուք եք, չէ՞։ Այդպեսի բան չի եղել։ Չի եղել նման բան։ Իսկ ասացիք Վազգեն Սարգսյանի հետ նաև նմանեցրեցիք Նիկոլ Փաշինյանին, Վազգեն ասելով Սարգսյանի հետ նմանեցրեցի, այո, որտեղ Վազգեն Սարգսյանը, երկրորդ Վազգեն Սարգսյանը, Վազգենը, ոչ թե Վազգեն Սարգսյանը, երբ որ Վազգեն Սարգսյանը դառավ Վազգեն եւ ընտրությունների ժամանակ, երբ որ Վազգեն Մանուկյանը հաղթել էր, ինքը Վանո Սիրադեղյանն հետ հերթատեսությամբ հայտարարեցին, որ եթե Վազգեն Մանուկյանը 100% ձայն հավաքել, մենք չենք թողնի գա իշխանության, դա սաղ աշխարհը գիտի։ Ես դա համապրեմ նույն իրավիճակի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ասաց հերթատեսությամբ, որ ինքն է հրահանգել, կամ հորդորել ներողություն, հորդորել Բարձրագույն դատախազի նախագահին, որ հրաժարական տա։ Դրանք իմ համար մի բանն է։ Նաև ասում էիք, որ Վազգենին սպանեցին, տեսնենք այս դեպքում ինչ կլինի, այսինքն ինչ որ որոշակի ինչ որ տեղեկություններ ունեք, դավադրության տեսությունների։ Ոսա դրանք ինչ զարգացում է կլինի, որ ինչ տեղեկություններ, ինչ մասնախոս։ Պարոն Աղազարյան, իդեպ մի հարցի հետ կապված եւս ուզում էի ձեզանից մեկնաբանություն ստանալ, ուրեմն բավականին տևական ժամանակ տեղեկատվություն է պտտվում այն մասին, որ դուք, այսպես ասած, աջակցում սատարում եք մի ոմն ինքնահռչակ մոդել Անիտա Հարությունյանի եւ որ ավանգարդ ՀԿ, կարծեմ որպես այդպեսին, որը կարծես թե գոյություն էլ չունի, ասում են, որ դուք եք սատարում նրան այդ ՀԿ-ի գործունեության հետ կապված, դուք եք նրան օգնել, որպեսզի նա կարողանա ինչ-որ ՀԿ բացել, որի ոչ կնիք կա, ոչ վկայականն ու փաստաթուղթը այդպես էլ չտեսավ հանրությունը։ Իսկ երբևէ խորհուրդ տվել եք օրինակ Անիտա Հարությունյանին նմանօրինակ ՀԿ բացելու եւ անհասկանալի գործունեություն ծավալելու հանրության շրջանում։ Ես Անիտա Հարությունյանը շփվել եմ մի քանի անգամ, տաբե թեմաները զրուցել ենք եւ հիմա ես չեմ հիշում, երբ ինչ եմ զրուցել։ Զանգարելը ծանոթացել ենք, հանդիպել ենք մեկ-երկու անգամ, տաբե թեմաների շուրջ զրուցել ենք։ Ես շատ մարդկանց հետ եմ զրուցում, շատ։ Այսինքն դուք հերքում եք, որ որևէ առնչություն ունեք այդ մոդելի ծավալած գործունեության, նրա այսպես ասած այդ ինքնահռչակ անհասկանալի այդ ՀԿ-ի գոյություն չունեցող ՀԿ-ի հետ կապված, որի անունը կա, ամանումը չկա, այսինքն որևէ այսպես կանոնակարգված գործունեություն, որևէ փաստաթուղթ, արդեն ասացի, որևէ կնիք հասցե, որպես այդպիսին գոյություն չունի, եւ ես լսել եմ մի անգամ նաեւ իր այդ տխրահռչակ ինչ-որ ելույթների ժամանակ, որ նա հոլովում էր ձեր անունը, որ ինձ օգնել է Հովիկ Աղազարյանը։ Ինչով եք իրեն օգնել օրինակ։ Բայց ինչով եմ օգնել ես։ Դրա համար ձեզանից եմ ուզում պատասխանը ստանալ, որովհետև մենք տարբեր հարցեր ենք քննարկել, բազմաթիվ հարցեր ենք քննարկել այդ մի քանի հանդիպումների ժամանակ, բայց թե ես ինչով եմ իրան օգտակարել չեմ կարող ասել։ Ասում եք գործներ, եթե չկա, ինչ գործներ։ ՀԿ-ն չկա, գոյություն չունի, բայց այդ ՀԿ-ն ինչ որ մի անուն է ընտրվել, նույնիսկ մենք համաժողով ենք արել, կուսակցություն ենք հիմնադրել, բայց անհարմար ենք խոսալ այդ մասին, քանի դեռ չի ստացել պետական գրանցում։ Հիմա եթե չկա այդ ՀԿ-ն, ասեք դրա գործնական մասին։ Նույն Անիտա Հարությունյանը մի առիթով ասել է, որ այդ ՀԿ-ի անունը անգամ դուք եք իրեն ընտրել եւ հուշել, որ ավանգարդ անունով ինչ որ անհայտ անհասցե ՀԿ հիմնադրի, որը ասում են, որ գոյություն չունի, այո։ Ես նորից եմ ասում, մենք տարբեր թեմաներով։ Այսինքն չեք խոսել այդ մասին, դուք չեք հուշել նրան օրինակ նման անուն դնի, նման գործերով զբաղվի, հանրությանը փորձի այսպես ասած թոզ փչել հանրության աչքերին, խարդախության ըստեյության այստեղ արդեն նոտաներ են ակնհայտ դառնում, այսինքն ես կարող եմ կասկածել, որ այստեղ նաև խարդախություն անելու միտում կա, հասարակությանը մոլորեցնելու միտում կա։ Կոնկրետ քայլի հետ կապված ես որևէ առնչություն չունեմ։
Իսկ թե մեկին չեք զրուցել ես 2 տարվա ընթացքում, մի քանի հատ հանդիպումների ընթացքում ես հստակ չեմ հիշում, բայց որևէ իրագործնեության հետ կապված, ասեք ինչ որ դուք ենթադրաբար նշում եք, ես չունեմ որևէ Ենթադրաբար չէ, ես մեջբերում եմ այդ ինքնահռչակ Դիվահարի խոսքերը, ով Չէ, էսպես դուք մեզ բերում եք խոսքերը եւ հետո ստորակետ դնելով անմիջապես ուրիշ մտքեր եք արտահայտում։ Չէ, ես միջակետ եմ դնում եւ բացում եմ փակագծերը, պարոն Աղազարյան, որպեսզի ձեզ համար դուք ասեք որ գործեր արել ես, դրանց հետ կապված ես հստակ որևէ արդյունք չունեմ։ Իսկ հակը բացելու չբացելու հետ կապված մեր զրույցներում կարող խոսակցություն եղել, կարող խոսակցություն եղել, չեմ հիշում։ բոլոր դեպքերում դուք որպես հովի Բայց գործունեություն, ինչ-որ բան, ինչ-որ որևէ թիրախային բան, որ ինքն արել է, որ ինձ խորհուրդ հարցրել, ոնց անեմ, ոչ անեմ, պարոն Աղազարյան, այս դեպքը ոնց անեմ, ես որևէ բանի տեղյակ չեմ, դες բան չի եղել։ Այսինքն մենք արձանագրենք փաստը, որ դուք հերքում եք, որ Անիտա Հարությունյան այդ ինքնահռչակ մոդելի ծավալած անհասկանալի ըստ էության փաստորեն խարդախության նոտաներ նաև պարունակող գործունեության հետ կապված Հովիկ Աղազարյանը որևէ առնչություն չունի, ճիշտ է։ Իհարկե, նորմալ հարաբերություններ ունեն, բայց դրանք ջերմագին ավանելը մի քիչ չափանցեցված կլինի, իհարկե։ Որովհետև նա նաև ներկայանում է պետական համակարգի աշխատակից, չնայած այդ առթիվ արդեն մենք կառավարությանը հարցում ներկայացրել ենք եւ համակարգի աշխատակից Սույն ինքնահռչակը, այո, մարդկանց տարբեր կազմակերպությունների ներկայանում է, որ ինքը պետական համակարգի աշխատակից է, մենք կառավարությանը ներկայացրել ենք հարցում եւ ի պատասխան Տարոն Չախոյանը հերքել է, որ պետական համակարգում նման աշխատակից գոյություն չունի։ Հաջորդ կանգառը Հովիկ Աղազարյանն էր։ Մենք փորձում ենք այսպես հերթականությամբ պատրել այս ինքնագործունեություն ծավալած Ես մի 2 տարի մոտ արվեստանոց ենք, տարբեր թեմաներով զրուցել ենք, զրույց գնացել է իրակոմից հարկը հիմնադրելու մասին, ես խորհուրդ եմ տվել, որ հիմա հիշեցի, խորհուրդ եմ տվել բոլոր ռեկտորով առաջնորդի, որով բանալի ուտեսի կարողանա փաստաթղթերը ներկայացնի, ես չգիտեմ ինքն հարկն բացել է թե չի բացել, հիմնադրել է թե չի հիմնադրել, ես եթե չի բացել կամ բացել է այդ հարկի հետ կապված գործունեության հետ բացարձակ առնչություն չունեմ։ Դուք որպես ազգային ժողովի падգամավոր երբևէ հետևել եք օրինակ նրա այդ փոքրիկ լսարան թեկուզ զբաղեցնող այդ հիվանդագին ելույթներին երբևէ հետևել եք։ Ոչ մի անգամ։ Ինքը մի հարցով ինձ շատ ուժեղ օգնեց։ Ինչ հարցով։ Չեմ կարող ասել։ Շատ ուժեղ օգնեց խորհրդով, անծանոթ էինք։ Այսինքն Անիտա Հարությունյանը ձեզ մի հարցով օգնել է խորհրդով։ Այո, ի վրա հարձակում էր ուժեղ ինտերնետային, Facebook-ին հարձակում էր։ Այո։ Ինքը խորհուրդ էր, թե ես ինձ ոնց պահեմ։ Ես լսեցի իր խորհուրդը եւ բանա։ Ինչի համար շնորհակալ եմ։ Հետո դրանից հետո Facebook-յան ընկերներ, այսպես կոչված, թե դեռ ընկեր չէր այդ ժամանակ հայտնվեցին, չեմ հիշում արդեն։ Դե ծանոթացանք, հանդիպել ենք, իմացա որ մոդելա եւ իմացա որ ուզում է ինչ-որ հասարակական կազմակերպություն հիմնադրի, ինչ-որ իրավապաշտպան, թե ինչ գործունեությամբ զբաղվի, լավ չիմացա, ես խորհուրդ տվեցի, թե ոնց կանոնադրությունը բան պատրաստի, կամ բան։ Այսինքն Facebook-յան տիրույթում ձեր դեմ հարձակում է եղել եւ այդ հարձակման շրջանակներում փաստորեն Facebook-յան գործերից, մութ գործերից լավ է հասկանում Անիտա Հարությունյանը։ Ես դες գնահատականից չեմ տալ, Յանե ջան։ Երբևէ եղել է, որ օրինակ հաշվի առնելով ձեր եւ այդ ինքնահռչակ մոդելի հարաբերությունները, երբևէ եղել է օրինակ իրավիճակ, որ օրինակ ինֆորմացիոն նաեւ աջակցությամբ այսպես աչքի ընկնեք, փորձեք իշխանության նաեւ ներսից ինֆորմացիաներ այսպես կիսվել նույն Անիտա Հարությունյանի հետ կամ այսպես փոխանակվեք ինֆորմացիաներով, այսինքն ինֆորմացիոն աջակցություն իշխանականների ներսում կատարվող խմորումներից, իշխանականների, նրանց մերձավոր շրջապատի հետ կապված օրինակ երբևէ տեղեկատվություն տրամադրել, փոխանցել եղել է թե ոչ։ Ոչ, երբեք։ Օրինակ հնարավոր է, որ նույն Նիկոլ Փաշինյանի եղբոր այսպես գործունեության հետ կապված երբևէ զրույց ունեցած լինեք միասին։ Ես իսկի չգիտեմ Նիկոլ Փաշինյանի եղբայրի ինչ գործունեությամբ բաղում։ Իսկ ճանաչում եք Նիկոլ Փաշինյանի եղբորը։ Բանը քայլելու ժամանակ, երբ որ Գյումրիից քայլում էինք,
եղբայրներից մեկին եւ իր հորը հանդիպել ենք այդ բանը Դիլիջանի մոտերքի միտեղ հանդիպել ենք այդ քարերի ժամանակ։ Այդ եթե դա ծանոթություն է, ծանոթություն համարեք։ Օրինակ տեսեք, մի մարդ ով մտնում է եթեր եւ պախարակում է ընտանիքների, սպառնում է գնալ գերեզմաններ պղծել եւ այլն, մի քիչ անհասկանալի է падգամավորի եւ նմանօրինակ անձի կապը եւ օրինակ թեկուզ մտերմությունը, դրա համար հարցնում եմ։ Падգամավորին երբ որ ինչ-որ մեկ ինչ-որ հարցով դիմում է, Այո։ Համենայնպես ինձ, եթե ինչ-որ մեկ ինչ-որ հարցով դիմում է, ես չեմ խորանում իր կենսագրության մեջ տնամ ով է, ով չի, նոր շփվեմ, ես շփվում եմ եւ հետագայում եթե տեսնեմ ինչ-որ բաներ չի, համապատասխան հետևություններ եմ անում։ Դե падգամավորի հետ սեր շփումների մեջ է անձ, ով պղծում է գերեզմաններ, ես արդեն մատնանշեցի։ Քնում են մարդու մոր բերանով գերեզման է պահծում։ Այս մասնի մատեն իմ լեքսիկոնին, երևի սովորական, այնպես հասկանալի չեմ ելնում։ Դե Անիտա Հարությունյանը զբաղվում է։ Քնում են մարդու մոր բերանով գերեզման է պահծում։ Այլեն եմ ասում, թե չէ։ Եվ կամ սպառնում է այդ բանով։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ, շնորհակալ եմ ձեզանից, հաջողություն ձեզ։ Կներեք հայրենիքի համար։ Ոչինչ։